Այստեղը առաջին հայացքից ոչնչով աչքի չի ընկնում։ Բլուրներով շրջապատված հովտափոսում ուրվագծվում է սիգար հիշեցնող մի բարձրություն, ծածկված խոտով և ծաղիկներով։ Ճիշտ ինչպես հարևան բլրակները։ Անսովոր է միայն փշալարը և բետոնե ջրատարի մնացորդները։ Քչերը գիտեն, որ սիգարի կանոնավոր ձևը ոչ թե բնության խաղն է, այլ մարդու ձեռքի գործը, և այդ կառույցը անուն էլ ունի՝ թունաքիմիկատների դամբարան։ Յոթանասունականներին աշխարհի բժիշկները տագնապ-հնչեցրին։ Պարզվել է, որ գյուղատնտեսության մեջ լայնորեն օգտագործվող քլորօրգանական պեստիցիդները չափազանց վտանգավոր են առողջության և շրջակա միջավայրի համար։ Դրանք նվազեցնում են իմունիտետը և հանդիսանում տարբեր, այդ թվում ուռուցքային հիվանդությունների առաջացման պատճառ։ Պեստիցիդներն առաջին հերթին վտանգավոր են նրանով, որ առաջացնում են կոմուլատիվ էֆեկտ։ Բնությունը վրեժ է լուծում մարդուց իրեն անարգելու համար։ Պեստիցիդները լքում են օրգանիզմը միայն մեկ ճանապարհով՝ մորկաթի միջոցով անցնում են երեխային և այդպիսով թունավորում հաջորդ սերնդին։ Համոզվելով, որ քլորօրգանական պեստիցիդները անդառնալի վնաս են հասցնում բնությանը և մարդուն, միջազգային հանրությունն ընդունեց միակ ճիշտ որոշումը՝ հրաժարվել դրանց կիրառումից։ Այսպիսով, 1982 թվականին Հայաստանում կառուցվեց հատուկ դամբարան, ուր թաղեցին տխրահռչակ DDT-ն և թունավոր այլ նյութեր, ընդհանուր առմամբ 500 տոննա, թաղեցին ու մոռացան։ Нас это очень заинтересовало, зная о том, что эти пестициды... Դա մեզ շատ հետաքրքրեց, գիտենալով, որ այդ պեստիցիդները մեծ վտանգ են ներկայացնում և շրջակա միջավայրի և մարդու առողջության համար, մենք ձեռնարկեցինք այդ դամբարանի որոնումները։ Հիմնվելով մեր ձեռքի տակ եղած տվյալների վրա, սեփական նախաձեռնությամբ փորձեցինք գտնել դամբարանը։ Դա բավականին բարդ գործ էր, քանի որ դամբարանը ըստ էության մոռացված էր։ Մեզ խիստ մտահոգում է դամբարանի վիճակը, ինչպես նաև այն հետևանքները, որոնք կարող են տեղ գտնել դամբարանի ավերման ու պեստիցիդների շրջակա միջավայր թափանցելու արդյունքում։ Այսպես այսօր մենք ստույգ գիտենք, թե ինչ ազդեցություն են թողնում քլորօրգանական պեստիցիդները մարդու առողջության վրա։ Хлорорганические пестициды на здоровье человека. Ահազանգը պատահական չէր։ Շինարարները հաշվի չէին առել, որ այդ տարածքը սողանքային գոտի է։ Սողանքները Հայաստանի դժբախտությունն են։ Ավելի քան 3500 սողանքներից շուրջ 1500-ը ակտիվ են և իրենց ճանապարհին ավերում են տներ, բետոնե պատնեշներ և երկաթե կառուցվածքներ այնպես, կարծես դրանք ստվարաթղթից լինեն սարքված։ Դրա վառ օրինակն է երբեմնի ծաղկուն Ողջաբերդ գյուղը, որը փաստորեն վերացել է սողանքների պատճառով։ Հենց Ողջաբերդի կողքին էլ կառուցվել է այդ դամբարանը։ Սողանքի վտանգն է, սողանքը 2-3 այդպես էտապ ունի։ Սողանք հետո սկսում է հավաքվել նրա ամբողջ պոտենցիալ էներգիան։ Նա կուտակում է, պայմանները լրիվ հասունանում են և միանգամից նա կարող է փոկվել և շարժվել։ Ուրեմն մենք առաջին սողանքի տարածք ուսումնասիրեցինք և հայտնաբերեցինք, որ նրանք սողանքի մեջ հենց անմիջապես կենտրոնական ասում է թորը փորել են, թաղել են։ Հիմա այդ թաղման հետևանքով սողանքի մեջ մի նոր սողանք է առաջացել։ 2004 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունը թիվ 526 որոշմամբ հաստատեց դամբարանի անվտանգության ապահովման ուղղված միջոցառումների ցանկը, որի կետերից մեկը բետոնե ծածկույթի ամբողջականության հարցն էր։ Ի զարմանս իրենց փորձագետները պարզեցին, որ ծածկույթը որպես այդպիսին ընդհանրապես գոյություն չունի։ Չկան ոչ տանիք, ոչ պատեր, ոչ հատակ։ Մասնագետների կարծիքով դամբարանում կարող են ընթանալ այնպիսի քիմիական ռեակցիաներ, որոնց հետևանքով կառաջանան նոր, առավել թունավոր նյութեր։ Օրինակ ֆոսգեն հեղձուցիչ գազը, որն առաջին համաշխարհային պատերազմի տարիներին օգտագործվել է գազային հարձակումների ժամանակ։ Հնարավոր է, որ հենց այդ ռեակցիաներն են առաջ բերում դամբարանի ողջ մակերևույթը ծածկող բնահողի բազմաթիվ փքվածքները։ Տարբեր խորությունների հողերից վերցված փորձանմուշների հետազոտությունները ցույց են տվել, որ թունաքիմիկատներն արդեն իսկ թափանցել են բնահողի մեջ։ Գերեզմանոցի տարածքի դուրս 50 մետր դեռ տարածության վրա մենք հայտնաբերում ենք բավականին մեծ քանակներով խլորօրգանական թունաքիմիկատներ, DDT, նրա մետաբոլիտները, գեխացեգեն
գեքսախլոր ցիկլոգեքսանը մետաբոլիտներով 50 մետր տարածության վրա տարբեր խորությունների միջև 1.5-2 մետր մենք իջել ենք հողի մեջից վերցրել ենք նմուշներում այդպիսի մեծ քանակներ հայտնաբերում ենք։ Մեզ բերեցին նմուշներ գերեզմանոցի մոտից, տարբեր խորություններից, բյուքսաներով եւ տոպրակներով։ Մենք պետք է կատարեինք ֆիզիկա-մեխանիկական լաբորատոր փորձություն։ Բացելով այդ տոպրակները եւ բյուքսաները, մենք մեզ շատ վատ էինք զգում, քանի որ ահավոր հոտ էր գալիս DDT-ի, ուժեղ գլխացավեր ունեինք, սրտխառնոց։ Դա նշանակում է, որ արդեն այդ նմուշների մեջ տարբեր խորությունում արդեն կան այդ քիմիական նյութերը։ Սողանքները կանգնեցնել հնարավոր չէ։ Այն դեպքում, եթե սողանքային պրոցեսները դամբարանում ակտիվանան, առաջին հարվածը կհասնի մերձադիր տարածքներին, Էրեբունու արգելոցին եւ ամառանոցներին։ 23 տարվա ընթացքում ստեղ արդեն 3 անգամ սելավ ավարտացել։ Կլխազես ձորագով է սելավները իջնում է շորբուլա Վարդաշեն, գնում է Էրեբունի թանգարանի մոտով, լսում է գետառը։ Ինչպես է լինում։ Թողենք փախնենք կամ այդ պահին կարող է մարդիկ կամաց թույնավորվենք, իսկ մենք տեղակել չլինենք։ Քայքայման գործընթացը սկսված է եւ քանի գնում արդեն դա ավելի ինտենսիվ է դառնում։ Ուրեմն նրանք կարող են լվացվել ամբողջ բարոյնակությունը եւ մոտակա, ասենք, գրունտային ջրերը գետակներով եւ այլը կարող են ուրեմն հասնել մինչեւ Հրազդանից նույն հասնել նաև Արաքս, հետո արդեն կարող է միջպետական հարաբերությունների խնդիր դառնալ դա։ Արտակարգ իրավիճակների վարչության կողմից մշակված առաջարկությունների փաթեթը ներառում է այն անհետաձգելի միջոցառումների ցանկը, որոնք պետք է իրականացվեն սողանքի ակտիվացման դեպքում։ Մտավախություն կա, որ եթե ասում ենք, որ վերջին 20-25 տարվա ընթացքում գերեզմանոցը շարժվել է 10-12 մետր դեպի հարավ-արևմուտք, այս ուրեմն վերջին տարվա ընթացքում ուրեմն դա բավականին էլ ակտիվ էր եւ միգուցե շատ ավելի ինտենսիվ էր կատարվել այդ սակը, սողանքը, քան նախկինում եղել է։ Այն միջոցառումները, որոնք նախատեսվում են ընդհանրապես կայունացնել տեղանքը եւ այլը կամ գերեզմանոցը, դրանք ժամանակավոր, աշխատատար, ծախսատար ուրեմն միջոցառումներ են, որոնք խնդիրը վերջնական չեն լուծում։ Այսինքն բոլոր դեպքերում մենք կողմնակից ենք, որ դա տեղափոխվի, որևէ տեղ եւ ոչնչացվի հիմնովի։ Զարգացած երկրներն ունեն քիմիական վտանգավոր նյութերի ոչնչացման տեխնոլոգիաներ եւ պատրաստ են օգնել Հայաստանին խնդրի լուծման հարցում։ Փորձագետների գնահատմամբ դամբարանի թափոնների ոչնչացման ողջ ընթացակարգը կարժենա 3-ից 4 միլիոն դոլար։ Կան նաև հիմնադրամներ, որոնք կարող են տրամադրել այդ գումարի մի զգալի մասը, այն դեպքում, եթե Հայաստանի կառավարությունը մասնակցի այդ ծրագրին։ Սակայն մինչև օրս վերոնշյալ որոշումից բացի որևէ այլ քայլ կառավարությունը չի ձեռնարկել։